Բարև ժողովուրդ, սա իմ առաջին ուղերձն է Facebook-յան ձևաչափով եւ սրա համար առիթ է հանդիսացել հայ քաղաքական դաշտի ամենահայտնի լուզերներից մեկի Էդմոն Մանուկյանի քիչ առաջ հրապարակած տեսանյութի մասին, որը վերաբերում է երեկվա իմ ելույթին եւ այն հարցին, որ երբ ազգային ժողովի падգամավորը, ազգային ժողովի ամբիոնից հարևան պետությունների տարածքում գտնվող քաղաքները եւ շրջանները կոչում է իր հայրենիք, առավել ևս եթե ինքը այդ քաղաքից չի կամ իր ծնողները կամ պապերը, այսինքն պետության բարձրագույն ամբիոնից այլ պետության տարածքում գտնվող քաղաքը կոչում է իր հայրենիք, դա կարա շատ սխալ մեկնաբանվի այդ պետության կողմից եւ բացատրում եմ հատուկ Էդմոն Մանուկյանի նման քաղաքական լուզերների համար նաեւ որ այդքան ցավոտ կլինի, եթե մեր պետության տարածքում տարբեր ժամանակ իշխանություն ունեցած պետությունները, բերում եմ արաբական խալիֆայության օրինակը, բերում եմ Պարսկաստանի օրինակը, բերում եմ Վրաստանի օրինակը, որոնք Լոռիում, Տաշիրում, գիտեք, մի ժամանակ հասել էին իշխանության, ասում եմ, ինչքան ցավալի կլինի, տհաճ կլինի, եթե օրինակ հիմա Վրաստանից մի падգամավոր գա եւ նման մի բան ասի, ինչ կմտածեք դուք, դա ձեզ ինչ եզրահանգման պիտի բերի, ինչ հարաբերություն պիտի ստեղծի մեր միջև, եթե գա ու նման մի բան ասի, ինչպես դուք եք հիմա ասում Ադանայի մասին, ինչպես երեք դա հնչեց, բերում եմ այնտեղ Խոյի օրինակը, որը հիմա Իրանում է գտնվում, որտեղից իմ պապերն են սերում, եւ այսօր այդ քաղաքական լուզերը վերցնում է այդ հատվածը, որ ասում եղել, անտեղ ասում են կգնաք, կվերցնեք, կմանիպուլացնեք, եթե դա ձեր փեշակը, իր նմանների համար եմ ասում։ Թե բա Եղոյանը կասկածի տակ է դնում մեր տարածքային ամբողջականությունը, հատուկ իր նման նեղմիտների համար, հատուկ բացատրում եմ նույն ելույթի մեջ, հատուկ իր նման օպորտունիստների համար։ Խնդրեմ։ Իմ ասածը այդ չի է, որ դուք ստեղ հիմա գնաք ու տենց էլ հիմա կանեք, ասեք Եղոյանը եկավ ասում է բանը Լոռին վրացական է, բան ոչ, Լոռին հայկական է։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի Հանրապետության մեջ է։ Ոչ մեկ, ոչ մոնղոլները, ոչ արաբները, ոչ պարսիկները, ոչ վրացիները իրավունք չունեն երբևիցե գան։ Ասեն Լոռին մեր հայրենիքն է, որտեղ ժամանակից դեռ մի չգիտեմ, պարսկական զորագունդ է անցել, մի արաբական զորագունդ է անցել։ Էդմոն Մանուկյան, չափը ճանաչիր, այ քաղաքական լուզեր, կես տոկոս հավաքեցիր, էլի չխելվեցիր։ Ուզում ես ինձ անդրադառնալու հաշվին, կես տոկոսը սարքես ձեր ամբողջ 6%, դա քեզ չի հաջողվելու։ Քաղաքականապես ոտնատակ կտամ, եթե եւս մեկ անգամ նման բան ես արել։ Իմ հասցեին, հասկացար։